Միացյալ Նահանգների նախագահը Truth Social էջում գրառում է կատարել շնորհակալություն հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ոգուն հավատարիմ մնալու համար։ Դոնալդ Թրամփը նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն իր կանգնեցրած 8 պատերազմներից մեկն է եւ հիմա տիրում են բարգավաճում եւ խաղաղություն։ Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան մեր խաղաղության ջանքերը զարգացնելու եւ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման նախագիծն առաջ մղելու համար։ Կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, մենք Հայաստանի հետ համաձայնագիր կստորագրենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ։ Կստորագրենք պայմանագրեր կիսահաղորդիչների մեր խոշորագույն արտադրողների հետ, մանրամասնել է Թրամփը։ Նա հավելել է, որ պատրաստվում են նաև Ադրբեջանին ամերիկյան արտադրության պաշտպանական սարքավորումներ վաճառել, այդ թվում զրահաբաճկոններ, մոտորանավակներ եւ այլն։ Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների բանակցությունները։ Զելենսկին կառուցողական է որակել երկու օր տևած շփումները։ Քննարկումների ուշադրության կենտրոնում էին պատերազմը դադարեցնելու հնարավոր պարամետրերը, բարձր եմ գնահատում ըմբռնումը, որ ամերիկյան կողմը պետք է վերահսկի պատերազմի դադարեցման եւ իրական անվտանգության պահպանման գործընթացը, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Նա հավելել է, կողմերը պայմանավորվել են համակարգել հետագա քայլերը իրենց երկրների ղեկավարների հետ։ Կիևը պատրաստ է առաջ շարժվել, եթե մյուս կողմն էլ պատրաստակամություն հայտնի, հնարավոր է հաջորդ շաբաթ նույնպես հանդիպումներ կայանան, մանրամասնել է Զելենսկին։ Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ-ից էլ տեղեկացրել են, որ երկօրյա բանակցությունների ընթացքում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակություններն ուղիղ շփումներ են ունեցել եւ կենտրոնացել են Վաշինգտոնի առաջարկած խաղաղության գործարքի չհամաձայնեցված կետերի վրա։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Աբու Դաբիում օրակարգային հիմնական հարցը եղել է Դոնբասը։ Կրեմլից նշել են, որ հակամարտության կարգավորման աշխատանքում առաջընթաց կա։ Մոսկվան հայտարարել է, առանց տարածքային հարցը լուծելու երկարաժամկետ կարգավորման հույս չկա։ Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին եւ Կիևին, հայտնի է զոհերի եւ վիրավորների մասին։ Վնասվել են բնակելի շենքեր, ծննդատուն եւ այլ օբյեկտներ, հրդեհներ են բռնկվել։ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ մայրաքաղաքի ձախափին ջրամատակարարման խափանումներ կան։ Կիևում 6000 տուն կրկին մնացել է առանց ջեռուցման, մինչդեռ ջերմաստիճանը հասնում է -11-ի։ Քաղաքապետը կոչ է արել բնակիչներին հնարավորության դեպքում հեռանալ Կիևից։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն արձակել է 370-ից ավելի ԱԹՍ եւ 21 հրթիռ, հիմնական թիրախը եղել է Ուկրաինայի էներգահամակարգը։ Նա հավելել է, որ Դավոսում համաձայնության է եկել Թրամփի հետ Patriot համակարգերի համար նոր հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, ուժեղացնելու Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ ԱՄՆ պատերազմի նախարարությունը հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը, ինչպես եւ 2025 թվականի վերջին հրապարակված փաստաթղթում այս դեպքում եւս ուշադրության կենտրոնում են ներքին անվտանգությունը եւ դաշնակիցներին տրամադրվող օգնության կրճատումը։ Պենտագոնում կարծում են, որ տեսանելի ապագայում Ռուսաստանը մշտական, բայց կառավարելի սպառնալիք է ներկայացնելու ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական անդամների համար։ Նոր ռազմավարությունը ենթադրում է, որ ԱՄՆ դաշնակիցները պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց սեփական շահերի պաշտպանության համար, մինչդեռ Վաշինգտոնն ակտիվորեն կպաշտպանի ամերիկյան շահերն արևմտյան կիսագնդում։ 34 էջանոց փաստաթղթում նշվում է, որ հարկավոր է զսպել Պեկինին ուժի, այլ ոչ առճակատման միջոցով։ Նախագահ Թրամփը ձգտում է կայուն խաղաղության, արդար առևտրի եւ հարգալից հարաբերությունների Չինաստանի հետ, սակայն նա նաեւ ցույց է տվել ուժի դիրքերից բանակցելու կարեւորությունը, ասված է ռազմավարության մեջ։ Զուգահեռ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Կանադայի վարչապետի օրերս Պեկին կատարած այցին։ Նա հայտարարել է, եթե Օտտավան առևտրային գործարք կնքի Պեկինի հետ, Վաշինգտոնը 100%-ի մաքսատուր կսահմանի ԱՄՆ ներմուծվող կանադական ապրանքների համար։ Վենեսուելայի իշխանությունները 2025 թվականի դեկտեմբերից ի վեր բանտերից ազատել են 626 մարդու, հայտնել է երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։ Նրա խոսքով այս գործընթացը սկսվել է Նիկոլաս Մադուրոյի որոշմամբ հասարակության շրջանում երկխոսության եւ համակեցության պայմաններ ստեղծելու նպատակով։ Ռոդրիգեսը կոչ է արել չդիտարկել այս քայլը որպես կառավարության թուլության նշան։ Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները գործողություն է անցկացրել Վենեսուելայում, ձերբակալելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ նրա կնոջը։ Վաշինգտոնը նրանց մեղադրել է նարկոահաբեկչության եւ ԱՄՆ-ի ազգային շահերին սպառնալու համար։ Միացյալ Նահանգները նաեւ հայտարարել է, որ Վենեսուելայի նախկին իշխանությունը գողացել է ամերիկյան նավթը։ Այդ գործողությունից հետո Վաշինգտոնը Կարակասից պահանջել է նաեւ բանտերից ազատել Մադուրոյի իշխանության օրոք ձերբակալված քաղբանտարկյալներին, ներգրավելու նրանց Վենեսուելայի վերականգնմանը։
Բուլղարիայի նախագահի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կին է զբաղեցրել։ Իլյանա Յոտովան կփոխարինի Ռումեն Ռադևին դառնալով 33-րդ նախագահը։ Նախկինում նա զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։ Ռումեն Ռադևը հրաժարական էր ներկայացրել հունվարի 19-ին։ Reuters-ը գրել է, որ այդ հայտարարությունից հետո լուրեր են տարածվել, որ նա մտադիր է ստեղծել սեփական քաղաքական կուսակցությունը եւ մասնակցել խորհրդարանի արտահերտ ընտրությանը։ Ռումեն Ռադևը զբաղեցնում էր Բուլղարիայի նախագահի պաշտոնը 2016 թվականից։ Նա հայտարարել է իր հրաժարականի մասին երկրում քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Ակնկալվում է, որ առաջիկայում Բուլղարիայում վերջին 4 տարվա ընթացքում կանցկացվի խորհրդարանի արդեն 8-րդ ընտրությունը։ Անցած տարի կառավարությունը հրաժարական էր տվել հարկերի բարձրացման ծրագրերի պատճառով բռնկված բողոքի ցույցերի ֆոնին։ Դիանա Գասպարյան, լուրեր։